մենք հիմա մեր հանրության մի մասն ենք, մենք դրանով ապրում ենք, այ երկուսով եւ մեր հետևորդները շատ հին բան ասում են, իբր Նապոլեոնն է ասել, որ աշխարհագրությունը դա դատավճիռ է, դատավճիռ, պատկերացնում եք, դա վատ բան է ընդհանրապես, մենք հենց այդպես էլ ընկալել ենք, հայը, մի դեպքում ասում ենք հայրենիք դրախտավայր, դրախտ աստծո պարգևն է այս տարածքը, այս լանդշաֆտը, մենք նվեր ենք ստացել, մյուս կողմից էլ բոլոր դժբախտությունների պատճառը համարում ենք աշխարհագրությունը։ Հիմա ես լավատես եմ ու մտածում եմ, որ այս տարին 25 թիվը, 2025 թիվը հատուկ նմուշ է համարժեքության։ Այսինքն մենք համարժեք վարքագիծ դրսևորեցինք, այ եթե որտեղ ուզում է լինի, այսինքն լանդշաֆտը չի պարգևը կամ դատավճիռը, մենք պետք է կարողանանք օգտագործել, դա համարում ենք շանս, ինչ լավ է, որ Աստված մեզ սա է տվել, Հայկ Նահապետը այս տարածքը ընտրեց մեր համար, այս ժառանգությունը, ձեր հարցը ես այդպես հասկացա, գնահատենք, ինչ արեցինք, ինչ ենք անում, դեռևս մի քանի օր կա, ես կարծում եմ, որ այս վերջի շրջանում, երևի 20-25 տարվա մեջ, առաջի անգամ է, որ մենք մեր շանսը սկսեցինք ճիշտ օգտագործել, ես համարում եմ շանս այս տարածքում, որը մեր հայրենիքն է, որտեղ մեր պետությունն է, մենք մեզ հարմար զգանք, մենք համարժեք լինենք, հարմոնիկ բան ստեղծվի, եթե քանի որ մեզ հիմա նաև դիտում են Սփյուռքի մեր հայրենակիցները, նրանք ովքեր որ չեն ապրում մեր տարածաշրջանում, մեր հայրենիքում, չէ, հիմա մենք նրանց էլ ենք դիմում, ասում ենք, որ գիտեք, որ այստեղ լավ է լինելու, այստեղ վատ չի անելիք կա, այստեղ կարելի է, մեր երկրում կարելի է կայանալ, կարելի է լավ ապրել, կարելի է ծրագրեր մշակել, դա է, ես կարծում եմ, որ մենք հիմա այդ անցումային, այդ հոռետեսականից, դատավճռից, մենք հիմա անցում ենք կատարում դեպի շանսը, կկարողանանք, մենք արժանի ենք դրան թե չէ։ Նախ եւ առաջ ասենք, որ մենք որպես կենսաբանական տեսակ հայ մարդը, որպես կենսաբանական տեսակ հենց այս տարածաշրջանին է հարմարվել։ Սելեկցիայի հետևանքով մենք մնացել ենք Գումիլով, կան այդպիսի գիտնականներ, որ ասում են, որ լանդշաֆտի վրա ճիշտ այնպես ինչպես բուսական աշխարհը, այդպես էլ կենդանական աշխարհը, այդ թվում հոմո սապիենսը հարմարվում է այդ տարածաշրջանին։ Դա արմատի հարցն է, ճիշտ է, արմատը։ Այո, մենք այսինքն մեր երկիրն է։ Առաջինը մեր երկիրն է։ Մենք ապրում ենք մեր երկրում, այստեղ հարմար է։ Մենք հազարավոր տարիների ընթացքում հարմարվել ենք բնության այս պայմաններին։ Երկրորդը արդեն քաղաքական եւ սոցիալական վիճակ է։ Ես կարծում եմ, որ ճիշտ օգտագործելը, այսինքն ճիշտ վարքագիծ ձևավորելն է։ Հիմա օրինակ այսօր 3 մի քանի օր է ամենահետաքրքիր տարածաշրջանն է դարձել Մերձավոր Արևելքը, որովհետև Իսրայելը, Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը ռազմական դաշինք կնքեցին ընդդեմ Թուրքիայի, ոչ թե Իրանի, արաբական աշխարհի, Գերմանիայի դեմ չի, դա Սերբիայի դեմ չի, հակաթուրքական կոալիցիա, այն 3 չի առաջորդն է եղել։ Դուք պատկերացրեք, մենք այստեղ մեր լեռներում, մենք ենք ու մեր սարերում ու հանկարծ մեր համար Թուրքիայի թիկունքում ձևավորվել է հակաթուրքական ռազմական կոալիցիա։ Գիտեք, այնտեղ հաշվել են նավատորմը, ինչ համամասնությունով իսրայելական սուզանավերը, հունական ռազմանավերը,
Կիպրոսի բազաները եւ այլն, այնպես լուրջ հակաթուրքական կոալիցիա է ձևավորել։ Մեր դերը այստեղ շատ մեծացավ։ Ընդհանրապես դեռևս հին աշխարհից մենք դա գիտենք, որ արևմուտքի համար, հռոմեական իմպերիան, գերմանական իմպերիան, Անտանտայի համար այս տարածաշրջանում մերձավոր արևելքում դաշնակից ունենալը հենակետ ֆորպոստ անվտանգության գոտի ունենալը համարվել է ստրատեգիական խնդիր։ Հիմա տեսեք, անսպասելիորեն մի քանի օր առաջ մենք այդ նվերը ստացանք։ Հիմա մեր դերը շատ մեծացավ եւ կարեւորացավ դրանով։ Մի քանի օր առաջ նաեւ ուղղակի մենք հիմա քանի որ տակ ուղիղ եթերը մի քանի օր առաջ Իրանի ղեկավարները երեքն էլ էթնիկ թուրքեր են։ Մենք պետք է իմանանք դա։ Դա նույնպես Թուրքիա է, Պարսկաստան չի։ Դա հիբրիդ է, խիմերա է, ապստորո-հունգարական, ռուս-թուրքական, պատկերացնում եք, ղփչակները եւ սլավոնները Ռուսաստանում։ Իրանն էլ այդպիսի մի բան է, դա պարսկական պետություն չի, դա գոնե այսօր կամ այս վերջի 1000 տարին պարսկական տարը երկրորդականն է։ Նույնիսկ 1500 տարի սկզբից արաբներն էին, հետո եկան թուրքերը, ու հիմա պատկերացրեք, որ այնտեղից էլ մեզ ազդանշաններ են գալի, որ չանցնեք մեր հակառակորդների կողմը։ Եվ երեք մեր երկրի ղեկավարը հայտարարեց adekvatության, համարժեքության մասին եմ ես հիմա խոսում, հայտարարեց, որ ասեց, մենք ձեր հետ էլ ռազմավարական դաշինք կկնքենք, այսինքն մի անհանգստացեք, մենք նախահրցակ չենք լինելու, մենք չենք չարաշահելու մեր դիրքը աշխարհագրական։ Այդ տեսեք հիմա հասել է այնտեղ, որ մենք ասում ենք, որ մենք չենք չարաշահի մեր աշխարհագրությունը, մեր հնարավորությունը, դրական դեր ենք կատարելու տարածաշրջանի համար, կկարողանանք դա անել, թե չէ, այդ համակարգիչը կես միլիարդանոց, որ պետք է Հրազդանում սարքվի, տեսեք հետաքրքիր է, մեր օդանավակայանները հումանիտար նպատակների համար, հիմա այնտեղ հանկարծ որ երաշտ եղավ, դուք պատկերացնում եք ինչքան մեծ կլինի մեր դերը։ Ես մտածում եմ, որ նոր ձևավորվող իշխանությունը, եկող տարի ձևավորվել է նոր իշխանություն։ Մենք պետք է ընտրենք նոր իշխանություն Հայաստանում, ազգային ժողովի ընտրություններն են։ Այդ պետք է արհեստավարժությունը պետք է բխի առաքելությունից, այ մենք պետք է հիմա մշակենք մեր առաքելություն, ասեմ այդ, միսիա, գործառույթ, աշխարհիկ, համեստ, տերմին օգտագործել, մեր ֆունկցիային համապատասխան իշխանություն պետք է ձևավորենք։ Պարզեք, հա, ձեր ասածը, ում ֆունկցիային, այդ մերը ով է։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրությունից բխող Հայաստանի ֆունկցիան։ Այո, Հայաստանի Հանրապետության։ Այո, Հայաստանի Հանրապետության առաքելությունը։ Մենք ասենք հին աշխարհում եղել ենք հավատարիմ դաշնակիցը, նույնիսկ Օսմանյան կայսրությունը, որ իրեն հայտարարեց նոր Ռոմ, Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո ասեցին շատ բան չի փոխվել։ Հունարենը փոխվել է թուրքերենով, կամ էլ մնացել է հարաբերենով, ասեցին մենք ենք շարունակելու դա։ Այսինքն Հայաստանը Հայաստան ասեմ, Հայաստան չէ, հայությունը հայտարարվեց հավատարիմ էթնոս, որովհետև հայերը Օսմանյան կայսրությունում հույները չէին, իմպերիական հույները, որոնցից խլել էին թուրքերը, երկիրը խլել էին, պարսիկները չենք, մրցակից արաբները չենք հալածված, մենք ստացանք հատուկ կարգավիճակ, ես կարծում եմ, որ շատ վատ օգտագործեցինք մեր կարգավիճակը, հասանք գենոցիդի, դա նշանակում է, որ մենք սխալ ենք արել ինչ-որ բան, մենք պետք է շահենք, ավստրո-հունգարական ասեմ, տարբերակը պետք է լիներ, մենք պետք է այդտեղ լինեինք շատ ազդեցիկ էինք, պետք է դա օգտագործեինք։ Ինչ ենք սխալ արել, պարոն Արշակյան։ Որ դարձանք հալածված էթնոս, Թուրքիայում մենք պետք է լինեինք իշխող։ Ինչն ենք սխալ արել, որ դարձանք հալածված։ Ձեր կարծիքով։ Անհամարժեքություն, մենք չհայտարարեցինք Թուրքիան մեր հայրենիք,
Ոնց որ Բյուզանդիայում մենք պետք է Բյուզանդիան վերցնեինք։ Տեսեք ինչ եմ ասում, մենք պետք է Բյուզանդիան վերցնեինք։ Հունա-հայկական պետություն պետք է լիներ Բյուզանդիան, ոչ թե հպարտանանք ասենք այդքան զորավար ենք ունեցել, այսքան իմպերատոր ենք ունեցել Բյուզանդիայում, այ դա լիներ մերը։ Դրա հպարտանալու բան չի։ Մեր երկիրն է եղել, մենք զորավարներ ենք ունեցել։ Դա մենք չենք արել Բյուզանդիայում։ Բյուզանդիա Հռոմում Օսմանյան կայսրությունում էլ մենք դա չարեցինք։ Մեզ համար մնաց խորտ։ Մահմեդականությունը խորտ, Սունին խորտ, անասնապահությունը խորտ, աղոթքը խորտ, երաժշտությունը խորտ, բանակը խորտ։ Մենք խորտ պետություն հայտարարեցինք Օսմանյան կայսրությունը ու նրանք էլ մեզ հայտարարեցին ոչ հավատարիմ ու հասավ գենոցիդին։ Հիմա ես մտածում եմ, որ քանի որ ունենք այդքան մեծ հզոր սփյուռք ու հայապահպանությունը առանձնապես դժվար չի ինտերնետի շնորհիվ, կարող ենք ցանկություն եթե լինի, կարելի է մնալ հայ աշխարհի տարբեր մասում։ Ուրեմն գործառույթը, ես դա եմ ասում, գործառույթը մենք լինենք այս տարածաշրջանի համար ամենահավատարիմ տարածաշրջանին։ Մենք լինենք լեգիտիմ պետություն, այլ լեգիտիմության խնդիրը գործառույթը ոչ մեկի նման չենք, ոչ թուրք ենք, ոչ պարսիկ ենք, ոչ շիա ենք, ոչ սունի ենք, ոչ էլ արաբ ենք, ու իրենց նման չենք։ Այ դա է, մենք իրենց նման չենք։ Այս տարածաշրջանում մենք աննման ենք։ Այդ աննմանությունը արժեք է, այլընտրանք է, այ մեր գործառույթը այստեղ աննման լինելն է։ Ես ասեմ, որ հիմա մենք այս տարի կարևոր բան արեցինք, մեր նմաններին գտանք։ Արևմտյան Եվրոպան շատ հետաքրքիր բան էր։ Ես չգիտեմ, անցնենք դրան թե չէ։ Անցնենք ձեր հարցին։ Որովհետև մենք ամփոփում ենք տարին, մենք տեսնում ենք ինչ ամենակարևոր բանը, եթե չհաշվենք, որ Բենիլյուքսից Թաքուհին եկավ ծառատունգ անցկացրեց, խորհրդանշական է։ Թաքուհին շատ արժանավոր, այնտեղ շատ հարգարժան։ Թաքուհին եկավ այստեղ ծառներ տնկեց Եվրոպայից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, գիտեք, սա երկրորդ հանրաքվեն էր, փոքր հանրաքվե անցկացրեցինք, առաջի հանրաքվեն անկախության հանրաքվեն էր, մենք հայտարարեցինք, այն նորից գործառույթի մասին ենք, հետաքրքիր ժառանգություն ունենք մենք այսօր, ինչ հետաքրքիր ժառանգություն է,